Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջով գրառում էր կատարել, նշելով, որ ժամկետային զինծառայող է դաժան ծեծի ենթարկվել։ Ժաննա Ալեքսանյանը մասնավորապես գրել է. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում»։ Իրավապաշտպանը ապա հավելում է կատարել. «Նոր տեղեկություն ստացա, որ զինվորին հոսպիտալ են տեղափոխել դեպքից 10 օր անց»։ Գրառումից քիչ անց հայտարարություն կատարեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, հերքելով իրավապաշտպանի տարածած տեղեկությունը։ Ըստ Պաշտպանության նախարարության հայտարարության, տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Նախարարությունը նաև հորդորել է զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց։ Արդյոք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրառումը կատարել է միայն զինվորի ծնողների ահազանգի հիման վրա, թե ունի նախարարությանը հերքմանը հերքող հակափաստարկներ։ Ես չունեմ, ես ահազանգել եմ, երբ որ ծնողները ինձ զանգ են տալիս։ Ես փորձում եմ եւ մի պին տեղեկացնել եւ ահազանգել ուղղակի։ Ինձ զանգահարել է մայրը, պատմել է, ինձ ուղղակի ահազանգել եմ, այդքան բան։ Հենվել եք միայն ծնողի տված։ Այո, իհարկե, ես ո՞նց կարող եմ ինձանից, ո՞նց կարող եմ ներսից իմանալ, պետք է մայրը չէ իմանա։ Մայրը, չգիտեմ, իր ընտանիքը, դեռևս սովորաբար ստանում են տեղեկությունները ծնողներից, ընտանիքից։ Մայրը որևէ նկար, որևէ ապացույցներ ունի, որ երեխան ծեծի։ Ես չգիտեմ, մարդը զանգել էր ահավոր վիճակում, պատմում էր այդ ամեն ինչը, ես դեռ մի փոքր հատված գրեցի դրանից, որ պատկան մարմինները պնեն, կամ հիմա հերքելալա բարել, որ հերքելա, եթե դա իրոք ճիշտ է։ Մի պնեք կգնա, թող պարզեմ, ես ընդամենը ահազանգել եմ, որ պարզվի այդ ամեն ինչը։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը գրել էր, որ զինծառայող Ա.Հ.-ն, որ զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։ Ինչ կարձանագրի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելելով զինվորին, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։